Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելը բարձրացնում է ընկերության հեղինակությունը, բրենդի ճանաչելիությունը, եւ այս ամենն ամրապնդվում է FTSE 100 ցանկում ներառվելու հաջողությամբ։ Մենք կարող ենք ստանալ շատ ավելի լայն հասանելիություն կապիտալի շուկաներին։ Սա լավ լուր է Հայաստանի համար, քանի որ շատ օտարերկրյա ներդրողներ իմանում են Հայաստանի մասին։ FTSE 100 խոշորագույն ընկերությունների շարքում հայտնվելը դա մեծ պատիվ է մեզ համար, դա իհարկե ավելացնում է վստահությունը Ամերիաբանկի նկատմամբ, ինչպես նաև ավելի գրավում է ուշադրություն դեպի Հայաստանի Հանրապետություն որպես զարգացող շուկա, դա մեծ պատասխանատվություն է մեզ համար, որովհետև ավելացնում է մեր հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը։ Այսպիսի կազմակերպությունների գոյությունը Հայաստանում սահմանում է ծառայությունների մատուցման լրիվ ուրիշ ստանդարտներ։ Կարծում եմ տնտեսական զարգացման տեսանկյունից էական դեր է ունենալու նոր որակը, նոր պրակտիկան։ Սա հրաշալի փորձ է, երբ որ վրացական եւ հայկական բիզնեսները համատեղ ձևավորում են օրակարգ եւ օրակարգը էապես ավելի ամբիցիոզ է, քան իրենք առանձին կարող էին իրականացնել, այսինքն ներգրավելով FTSE 100 ինդեքսի մեջ, դա ոչ միայն որակի, այլ նաև որոշակի ֆինանսական ցուցանիշների մասին է վկայում։ Ու ես կարծում եմ, որ մենք պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի նման հաջողության պատմություններ ավելի շատ ունենանք։ Պետք է ունենանք շատ բարձր նշաձող, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ականատես ենք այդ նշաձողի սահմանմանը։ Մենք պիտի ձգտենք, որ մեր առնվազն խոշորագույն ընկերությունները հայտնվեն այն վիճակում, ինչ որ մենք այսօր տեսանք Lion Finance Group-ի հետ։ Ու այդտեղ հսկայական ճանապարհ ունենք անցնելու, որովհետև ես կարծում եմ, որ այդտեղ անհրաժեշտություն կլինի ոչ միայն օրենսդրական փոփոխությունների կամ իրավական փոփոխությունների, այլ նաև նախ եւ առաջ մտածողության եւ մշակույթի փոփոխության։ Group's key strategic priority Խմբի առանցքային ռազմավարական առաջնահերթությունն է լավագույնս ծառայել եւ Վրաստանին եւ Հայաստանին, անել ամեն հնարավոր բան երկու երկրների ժողովուրդների համար տնտեսական աճ ապահովելու եւ բոլոր քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու նպատակով։